Ռուսաստական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Գրիգոր Լիլուաշվիլիի նախկին տեղակալ Լևան Ախոբաձեին կաշառք ստանալու մեղադրանքով։ Խոսքը 250,000 լարի մասին է։ Մեղադրյալին սպառնում է 11-ից 15 տարով ազատազրկում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքում է Գերմանիայի դեսպանի հայտարարություններին եւ մեղադրում է բռնությունը խաղաղ բողոքի ցույց անվանողներին ստախոս լինելու մեջ։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով Վրաստանի քաղաքացիների հետ կատարվածը շատ ավելի վատ է, քան դիվանագետներին վախեցնելը։ Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը Բաթումելեբի հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ վրացական երազանքի առաջնորդների դիվանագետներին ուղղված հայտարարությունները, թե դուք ստախոս եք եւ աջակցում եք բռնությանը զվարճալի չեն։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայտարարությունը քաղաքական գնահատականների թեմա է։ Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում ժողովրդավարական նահանջ եւ խորը քաղաքական ու սոցիալական ճգնաժամ է։ Այն նաև նշում է, որ ժողովրդավարական նահանջը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության եւ այլախոհության նկատմամբ ճնշումները շարունակվում են։ Մամուլի հաղորդագրությունը ներկայացնում է Էդիթ Էստելայի եւ Սաբինա Չոդիչի զեկույցի հիման վրա մշակված բանաձևի նախագիծ, որում նշվում է, որ վեհաժողովի հրատապ առաջնահերթություններից ոչ մեկը չի կատարվել։ Այն նաև նշում է, որ ժողովրդավարության շարունակական քայքայումը լուրջ կասկածներ է առաջացնում իշխանությունների, Եվրոպայի խորհրդի առջև Վրաստանի պարտավորությունները կատարելու եւ դրա անդամակցության պատրաստակամության վերաբերյալ։ Եվրախորհրդարանը նաև նշել է, որ Վրաստանում ներկայումս բացակայում են իսկապես ժողովրդական ընտրություններ անցկացնելու պայմանները, ինչը կապված է դեմոկրատական ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ անկախ լրատվամիջոցների նկատմամբ անողոք ճնշումների, ինչպես նաև երկրում ծայրահեղ սոցիալական եւ քաղաքական բևեռացման հետ։ Գնահատականների թեման ընդդիմադիր դաշինքի կողմից մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքն է։ Միխայիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնում հայտարարված բողոքի ակցիային։ Նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայյան կրկին խոսում է կառավարությունը տապալելու կարևորության մասին։ Լևան Խաբեիշվիլին նույնպես միանում է Սաակաշվիլիի կոչերին բանտից նամակ բաժանելով։ Անկախության օրը ընդդիմադիր դաշինքի կողմից նախատեսված հանրահավաքի պլանավորումը քննադատաբար է վերաբերում ընդդիմության մի մասը։ Իշխող թիմը նշում է, որ դաշինքի կողմից նախատեսված հանրահավաքը դատապարտված է եւս մեկ անգամվա ձախողման։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ։ Ուշադրությունը կենտրոնացվել է երկրների միջև ռազմավարական գործընկերության եւ բարձր մակարդակի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վրա։ Նշվել է արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Զրույցում անդրադարձ է եղել նաեւ Միջին Միչանսկի ռազմավարական նշանակությանը եւ Վրաստանի ու Թուրքիայի միջև գործընկերությանը դրա հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես նշվել է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության կարեւորությունը տարածաշրջանի երկրների կայուն զարգացման եւ բարգավաճման համար։ Ղազախստանի ներքին գործերի նախարարին ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարը։ Պատվիրակության անդամները այցելեցին հատուկ նշանակության վարչություն։ Ծանոթացան վարչության գործունեության առանձնահատկություններին։ Նրանք զննեցին ժամանակակից տեխնիկական սարքավորումներ եւ ենթակառուցվածքները։ Մայիսի 26-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Զորակոչիկները երթում կտան Ազատության հրապարակում անկախության օրվա օրը նշելիս։ Առավոտից պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումներ տեղում փորձեր էին անցկացնում։ Բեմի տեղադրման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Երթումը տեղի կունենա Թբիլիսիից բացի նաև 12 վայրերում։ Վրաստանի ռազմական տեխնիկան եւ զենքը կներկայացնեն տարբեր քաղաքներում։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունները կախված չեն երրորդ կողմից եւ կշարունակեն կրել ռազմավարական եղբայրական բնույթ, ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այսպես է Նիկոլ Փաշինյանը պատասխանել Իրակլի Կոբախիձեյային խոսքերին, որ Եվրամիությունը չի կարողանա ազդել հայ-վրացական հարաբերություններին։ Լրագրողի հարցինի պատասխան Փաշինյանը նշել է, որ Վրաստանը կարևոր եւ առանցքային դեր է խաղում հայ-եվրոպական միության հարաբերություններում։
Մասնագիտացված հեռարձակողները կկարողանան ստանալ արտաքին ֆինանսավորում եւ նրանց վրա գործող սահմանափակումները կվերացվեն։ Համապատասխան փոփոխությունները ներառված են հեռարձակման մասին օրենքում, օրենքի նախագիծը այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական քաղաքացիական հանձնաժողովի նիստում եւ ստացել է աջակցություն։ Օրինագծում նշվում է, որ հեռարձակողների կողմից օտարերկրյա տերություններից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալու սահմանափակումը կվերացվի այն մասնագիտացված հեռարձակողների համար, որոնք հիմնականում հեռարձակում են մեկ թեմայի՝ սպորտային, ճանաչողական, կրթական եւ ժամանցային ծրագրեր։ Արտաքին ֆինանսավորում ստանալը դեռևս արգելված է այն հեռարձակողների համար, որոնք հեռարձակում են լրատվական եւ հասարակական թեմաներ։ Օրինագծի քննարկումը հաջորդեց վեճ մեծամասնության եւ Գյորգի Գախարյայի թիմի անդամների միջև հանձնաժողովի նիստում։ Երկրում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հատուկ ներգաղթի վերահսկողության մարմինների կողմից։ Ձերբակալվել է 46 անօրինական ներգաղթյալ, այդ թվում Եմենի, Պակիստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Կուբայի, Սուդանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Բելարուսի եւ Եգիպտոսի քաղաքացիներ։ Նրանք երկրում անօրինական կերպով էին գտնվում։ Ներկայումս ձերբակալվածները պահվում են միգրացիայի վարչության ժամանակավոր կալանքի վայրում։ Ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Նրա անձնական եւ բնակելի տան խուզարկության ժամանակ որպես ապացույց առևանգվել է վաճառքի համար նախապատրաստված մեթադոն թմրանյութի 23 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ՑՄՀ ազատազրկում։